Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ժամեր առաջ ազգային ժողովում ելույթները ևս նախընտրական են։ Արփինե Դավոյանն ընդդիմության նախընտրական ցուցակն է հրապարակում, հերթով մեկնաբանում թեկնածուների կենսագրությունները։ Ռոբերտ Քոչարյան, մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատու, 10 հոգի գնդակահարվեց Երևանի կենտրոնում եւ ոչ մի ափսոսանք։ Իշխան Սաղաթելյան ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքականության հետ ազգային ժողովի եւ ընդհանրապես ամենաշատ բացակայած падգամավորն է։ Ձեր ցուցակի Սևակ Խաչատրյան հայտնի Սաքուլիկը, ով հանրությանը հայտնի դարձավ, երբ Տարոն Մարգարյանի տեխնացուական թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ երիտասարդների հետ գրոհել էր լրագրողների վրա։ Աղմկահարույց դեպքից հետո հանրությունը նշված անձանց անվանեց Սաքուլիկներ։ Իսկ վերջերս էլ հրապարակվեց քրեական գործի հարուցման մասին հաղորդագրություն, որ սույն անձի օգտին 2025 թվականին Վաղարշապատ համայնքում ընտրական շարք էին բաժանել եւ շուրջ 60 ձերբակալված անձինք կային։ Մարտի 1-ից խոսեցին Գառնիկ Դանիելյանը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-յան ելույթներից մեջ բերեց։ Հիմա ուզում եմ իրական անկարգություն կազմակերպողի իրական ձայնագրությունը մեր հայրենակիցներին Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Ռիկա, ես ձեզ յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Տեր, մի ներիր նրանց, ովքեր հասկանում են ինչ են անում եւ լավ գիտակցում են իրենց արածները։ Ընդդիմության ձայնագրությանը պատասխան ձայնագրություն Սոնա Ղազարյանից, կրկին Նիկոլ Փաշինյանն է, միայն թե ճիշտ հակառակ բովանդակությամբ է խոսում։ Բայց ես ուզում եմ մի բան հասկանալ։ Ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության այն ոստիկանությունը, որ ծառայում է Հայաստանի Հանրապետության դրոշի եւ զինանշանի ներքո, այդ ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության պետականության պաշտպանն է։ Պարոն Դանիելյան, մի օր չլսեցինք դուք ցույցերին, պետությունը պաշտպանեք։ Արդյոք Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն է, Քրիստինե Վարդանյանն է կասկածում, խիստ տարբերակված մոտեցումները падգամավորին վրդովվեցրել են։ Այս ամբիոնից ազգային ժողովի падգամավոր հայտարարել է, որ իր նկատմամբ ուժայինները ճնշումներ են գործադրում։ Դուք նստած եք եղել նույն աթոռին, 1.5 տարի է անցել, ինչ եք արել։ Ասում է, դուք ինձ նամակ եք գրել այդ մասին։ Այսինքն ձեր նպատակը այն էր, որ ես ձեզ նամակ գրեմ։ Չէ, չեմ գրել, բայց Լիլիթ Գալստյանը ձեզ 20 նամակ է գրել, որ Արման Բաբաջանյանը չի կատարել դատարանի որոշումը ու արդյունքը ինչ է եղել։ Այսինքն այս նամակներով զբաղվում եք, որ նամակ չի լինում, չեք զբաղվում, կամ ես էլ նամակ չեմ գրում, դուք բան պիտի չանեք։ Իսկ նոր մյուս գործերով ու միջնորդություններով, որ եկել եք, ով է ինչով ձեզ նամակ գրել, նամակներով եք աշխատում։ Օրվա թոփ թեման կարծես թե մարտի 1-ն է, յուրաքանչյուրի խորին համոզմամբ մեղավորը հակառակորդ քաղաքական ուժն է։ Ասում են, բացահայտված չի, քաղաքացիներին հրահրել են, քաղաքացիները, չգիտեմ, ինչ են արել, միեդով արդեն ապացուցված է, որ ցուցարարները եղել են խաղաղ։ Միեդով սա արդեն ապացուցված հանգամանք է, ամոթ է այդ մասնակից քաղաքացիներին, զոհվածների հիշատակը հարգեք ու նման բաներ մի շահարկեք։ Էլ չեմ ասում կոծկելու հանգամանքը եւս մարտի 1-ի հետևանքները կոծկելու հանգամանքը եւս ապացուցված է։ Ինչպես էին փամփուշտներ փոխել ու մնացածը։ Հետո падգամավորը վերադառնում է մի քիչ ավելի թարմ գործերին, Բագրատ Սրբազանին ու Սրբազան պայքարին։ Վերադառնալով մեր ոչխարներին, Գալստանյանի ձայնագրությանը։ Ասում էր երեք պարոն Գեղամը Մանուկյան, ասում էր, այ մարդկանց մտածել եք ուզել են գնդակահարեն այդ մարդիկ։ Ես մտածում եմ, որ ես անկեղծ մտածել եմ, որ մտածել են իշխանության ներկայացուցիչներին գնդակահարել, ես այդ տպավորությունն եմ ունեցել, բայց հետո, երբ որ դուք ստացաք ամբողջական ձայնագրությունը ու հրապարակեցիք, ձեր փորած փոսը ընկաք, որովհետև պարզվեց ոչ թե իշխանության ներկայացուցիչներին, այլ կամայական մարդկանց էիք ուզում գնդակահարեին, էիք չէ, էին ուզում գնդակահարել։
որոնք չէին հավատալու ձեր քարոզչությանը, անգամ ձեր թիմակիցներին։ Իշխանական ուժը 8 տարիների ընթացքում ինչ ասել, ճիշտ հակառակն է իրականացրել։ Նույնը կանի նաև այսպես կոչված հնարավոր ադրբեջանական համայնքի Հայաստանում վերաբնակեցնելու հարցում, ասում է Արծվիկ Մինասյանը։ Այս ամբիոնից ինչ կուրս գծելով էիք վիրավորում, մեղադրում բոլոր են անձանց, ովքեր ձեզ ասում են ախր դուք Արցախի հանձնումից զատ Հայաստանի վրա թշնամական գործողություններով տարածքներ եք հանձնում։ Թուրքասիրությունը, որ այս ամբիոնից հորդես դրանից հետո, ադրբեջանասիրությունը, ալիևասիրությունը, ինչի մասին էր վկայում, ձեր բոլոր սկզբնական խոսքերի, հերքումների, ուղիղ հակառակը անելու։ Մինասյանի խոսքերով 2000 թվականից հետո իրականացվող բոլոր գործողություններում գլխավոր խառնակիչը մեկ անձ է։ Եղել է եւ կա անձ Նիկոլ Փաշինյան անունով եւ նրա աջակիցները, գլխավոր խառնակիչները, որոնք որ բերել են մեր երկրում ամենասարսափելի իրավիճակը, ստիպելով, մղելով բազմաթիվ մարդկանց իրականացնելու նաև հակաիրավական գործողություններ։ Հայկ Կոնջորյանը քաղաքացիական պայմանագրի անունից է հանդես գալիս։ Մարդակերների իշխանության ժամանակաշրջանը վերջնականապես փակված է։ Եվ այդ մարդակերները պատերազմի եռագլուխ կուսակցության ֆորմատով այսօր ցանկանում են նորից վերադառնալ իշխանության, բայց ասել ենք ու ասելու ենք, դուք ձեր ծոծորակը կտեսնեք պատերազմի եռագլուխ կուսակցություն, բայց Հայաստանում այլևս իշխանություն չեք տեսնի։ Թեժ հայտարարություններն ավարտվեցին, նախորդային առաջին ընթերցումն անցած նախագծերն արդեն երկրորդ ընթերցմամբ քվեարկեցին։ Հաջորդիվ Անահիտ Մանասյանը ներկայացնում է 2025 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Տարեց տարի, մասնավորապես նախորդ տարի մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմում բողոքների թիվը էականորեն ավելանում է եւ նաեւ նախորդ տարի է էականորեն ավելացել։ Մասնավորապես մենք նախորդ տարի 2024 թվականի համեմատությամբ ունեցել ենք շուրջ 2900-ով ավելի դիմում բողոք, 22655 դիմում բողոք ենք ունեցել։ Ընդ որում նախորդ տարվա կտրվածքով, եթե դիտարկենք 2025 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանի համակարգային բնույթ ունեցող առաջարկների կատարման ընդհանուր տրամաբանությունն ու մեթոդաբանությունը, ապա պետք է նշեմ, որ էական առաջընթաց ենք ունեցել նախկինում եղած իրավիճակի համեմատությամբ։ Տարեկան հաղորդում ներկայացրեց նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը մամուլի ազատությունից մինչև կառույցի թափանցիկության վերլուծություններ։ Հայաստանում մենք կարծում ենք մամուլը ազատ է, բայց եթե լինենք ավելի ճշգրիտ, ապա ավելի զգուշավոր արտահայտվենք, մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարային ստվերեին կամ խանգարեին խոսքի ազատությանը։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։